Հեսուին, որ արդում ենք Հեսուն ինչ ասում։ Ժողովուրդ, դուք չեք կարող Եհովան պաշտել։ Ինչի չէին կարող պաշտել։ Նրանք աղամին էին պաշտում, աստարորդին էին պաշտում, և դա հոժար ձևով էր գնում։ Ոչ թե ստիպված էին պաշտում, հոժար ձևով։ Դրա համար նրանք չէին կարող պաշտել Սուրբ ասում, Աստված Սուրբ է, և նախանձավոր է։ Եվ ինչի Աստված ասմա ձեր հանցանքները մեղքերը չի լեին։ Եղբայրներ, այստեղ մի նրբություն կա, որ ես ուշադիր լսելով նրբություն ասեմ, որպեսզի դուք զանազանեք։ Ուրեմն նայեք, ուշադիր լսեք։ Մարդը, որ մեղքի մեջ է, երկու պատճառ կա։ Պողոս Սարաքյանները ուզում էր բարին անել, չէր կարող, բայց ինքը մեղքը մերժած մարդ էր, Քրիստոսին ընտրած մարդ էր։ Կան երիտասարդներ, որ մեղքը չեն մերժել։ Նրանց մեղքերը չի ների։ Մեղքը սիրում են։ Մեղք սիրողին, ասում է աշխարհ սիրողը թշնամի է Աստծուն։ Այդպես է գրված։ Ով որ աչքի ցանկություն, մարմնի ցանկություն աշխարհը սիրում է, նա թշնամի է Աստծուն։ Թշնամի մարդուն ներում չկա։ Այս մարդիկ, ովքեր որ աշխարհը սիրում են, մեղքը սիրում են, աշխարհի կյանքը սիրում են, նրանք ոչ կփրկվեն, ոչ իրաց մեղքերը կներվի։ Այսինքն դի զանազանեք դու։ Իսկ ովքեր որ պայքարում են Պողոսի նման, ուզում են բարին անեն, չեն կարող, չեն հասկանում։ Ես մի հատ նրբություն կա, ուզում եմ բացատրեմ, որպեսզի դուք ուշադիր լինեք և հոգևոր կյանքի մեջ հասկանաք այդ նրբությունները։ Մի հատ տեղ եմ կարդում, ուշադիր լսեք։ Հռոմեացիս 7:12-ն եմ կարդում։ Ուրեմն օրենքը սուրբ է, բայց պատվիրանը սուրբ, արդար ու բարի։ Ինչի օրենքը միայն սուրբ է, բայց պատվիրանը արդար ու բարի։ Եղբայրներ քույրեր, օրենքը սուրբ է, որովհետև նա սուրբ բաներ է պահանջում։ Ինչու է արդար և բարի, բացի սուրբից պատվիրանը։ Այսի շատ հոգիներ ուշադրություն չեն դարձել երևույթները։ Ինչու նա բարությունը նրա։ Պատվիրանը հին ուխտում եղբայրներ ուշադիր լսեք։ Հին ուխտում մենք հասկանում ենք մարդին շնության մեջ որ բռնում է, դերը մեկի հետ ապրում է, շնության մեջ բռնի բերի։ Բայց Հիսուս տեսեք ինչ ասել։ Աչքով տեսար, սրտով ցանկացած արդեն շնություն անիր։ Կարող է այդ մարդը չխոսած դու, չշփվես դու, չհասկանաս դու, բայց սրտով ցանկանաս իր հետ լինել, դու շնության մեջ ես ապրում։ Սա պատվիրանը, Մատթեոս 5:6 գրվում է պատվիրանը։ Հին ուխտում ասում է ակրայի տեղ ակրան, բայց նոր ուխտում դες չի գած։ Խփեն ես մյուսը շուտում, շապիկդ կուզեն վերարկուտել դուր, մղոն կշեն գնայել կուզ, քո թշնամուն սիրիր, քեզ հարածոր մարաղոտ կարա, քեզ անարգու համար աղաչան կարա, սի լուրջ բան է։ Մարդ կա, որ իրա մորը չի սիրում, հորը չի սիրում, աղբորը չի սիրում, վերջը հարսին չի սիրում, կեսուրին չի սիրում, ու թշնամի չեն էդ մարդին, բայց չեն սիրում։ Որն է պատվիրանի արդար ու բարի, նա արդար է Հիսուս մարդից էլ է պահանջել, որ օրենքը կատարի։ Որ նրան է բարությունը։ Պողոսը չէր հասկանում, որ ինքը մարմնավոր է։ Պատվիրանը բացեց, որ ինքը մարմնավոր է։ Մեղքի տակ ծախված, մեղքը թագավորում է իր մեջ։ Այդ բարությունը միայն քեզի կարող անել պատվիրանը։ Այսօր շատերը պատվիրանը շպրտել են միան։ Իմ թշնամուն է պիտի սիրեմ, իմ հալածողն է պիտի օրհնեմ,
Էսերեսեք պեմյուսերը շուրտան, դրանք սավ արել են, Աստծո շնորհքով, մարդկոն չէ, եղբայրներ կրել։ Երբ որ ուզեցա պատվիրանը վրաս հասնի, ու շատի լսել, պատվիրանը մինչև քո վրա չհասնի, երբ որ դու պատվիրանին ընդունում ես կյանք, այդ խոսքերի մեջ ապրել կյանք, նա վրա է հասնում քեզ, եւ քո մեղքի բնությունը կենթանացնում է, որ դու տեսնես ինչպիսի մարդ ես։ Մեր մարդուն երբ որ ասածը հեշտ չի հասկանալ։ Պատվիրանը մարդի իսկական մեղքի բնությունը բացողը պատվիրանն է։ Այսօր պատվիրանը շատերը շփոթվել են միա։ Դրա համար ոչ ապաշխարում են, ոչ էլ հոգևոր մարդ են դառնում։ Չեն կարանանա։ Նրանք սիրում են մարմնավոր երևույթներ։ Եղբայրներ քուրեր։ Պողոս այրուն թափելուչավ հակառակվել է մեղքին։ Սատանային հակառակվես կփախնի քեզանից։ Սատանան քո ոտների տակ կարակցի։ Ինչ տանջանք երավ Հոբը, ինչ տանջանք, բայց վերջում սատանան ընկավ Հոբի ոտների տակ, ընկավ թե չընկավ, ընկավ, մեր վերեժյախները լավ խոսքունի ասեն, Եդեմական է դրախտի պարտեզում սատանան կուլ տվեց Ադամի Եվային, բայց Հոբ այդ աղավոր տառապանքի մեջ, սատանան ընկավ նրա ոտների տակ, Սատանան ընկնի քո ոտերի տակ, սա հեշտ է, բայց մեղքը քո ոտերի տակ չի ընկնի, դա սարսափելի բան, դա վիշապ բնություն է, բացեց, իրան ով բացեց, որ ինքը մարմնավոր է, ով բացեց Պողոսի, որ ինքը մարմնավոր է, պատվիրանը բացեց, և նա հասկացավ, որ իրա մեջ մի գրամ բարի բան չկա, ինքը մարմնավոր մարդը, մարմնավորը թշնամի Աստծուն, ստեղ նստած բոլորս թշնամի ենք Աստծուն, մի լավ բան չեն կարանի, որ ուզենք անելը չեն կարա, մեր մեջ հավատն անում, դրա համար ասում եմ, նայեք ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին, եղբայրը լավ բացատրեց մեր avo եղբայրը, որ Հիսուսը դու զենաս խաչվել, խաչվես, որ քո մեջ միայն ապրի Հիսուս, միայն ապրի Հիսուս, նա քայլի քո մեջ, նա երևա քո մեջ, նա թագավորի քո մեջ, հավիտյան թագավորի, ասեն, փառք ես Հիսուս, նա ջիգարով, փառք տվեք նրան, արժանի է, հավիտյան փառք տան քիչ է, հավիտյան փառավորի քիչ է, եղբայրներ քուրեր, նրա նմանը չկա այս աշխարհում, ինչ ես երկրորդ կետն եմ ուզում բացատրել, ինձ թվում է հասկացաք, չէ, եղբայրներ քուրեր, որ ովքեր սիրում են մեղքի կյանքը, նրանք թշնամի են Աստծուն, եթե ես սիրում եմ մեղքի կյանքը, սիրում ես աշխարհի կյանքը, աչքի ցանկություն, ես թշնամի եմ Աստծուն, Թշնամի մարդուն ներել կարելի է։ Դրա համար Հեսուն ասեց, ես իմ տունը ասում ենք մաշնում, բայց դու ում եք մաշնում։ Դու Աստված, նախանձոտ Աստվածը, ձեր մեղքերի համար ձեզ պատժելու է, եթե չապաշխարեք։ Ովքեր որ մեղքը սիրում են, մեղքի կյանքը, աշխարհի կյանքը սիրում են, մեղքի կյանքը սիրում են, նրանց մեղքերը չի վերվելու, ինչքան ուզում աղոթ են։ Սուտ աղոթք, եղբայրը խոսած, ներսով պիտի դառնաս Աստծուն, ներսով նվիրվես Աստծուն, ներսով սիրես ու պատիվ տաս Աստծուն, քո սրտում, Աստված իր խոսքերի մասին ինչ ասում, բոլոր անունից վեր են իմ խոսքը, վեր է իր խոսքը, աշխարհում միակ ճշմարտություն կա, դա Աստված է իր խոսքը, Իրանից բարձր, չկա այս աշխարհ, ոչ Աստծո խոսքի կողը գտնող, այս երկիրը կառավարում Աստծո խոսքով, ստեղծվել Աստծո խոսքով, եւ կառավարում Աստծո խոսքը,
մեզ կառավարում է իր խոսքը։ Մենք որ քնում ենք, մենք չգիտենք ոնց ենք քնում։ Մեզ անուշքուն տվող ինքն է։ Այսօր շատեր անուշքուն չունեն, տառապում են մեղքի ձեռը։ Մարդի հոգին խաղաղ հանգիստ է Աստծո հետ ապրելով։ Ես դրա համար մեր երեխաներին, երիտասարդներին սովորացնում եմ միշտ։ Անիկա իրեն հարողներին կյանքի ծառա զինք բռնողները երջանիկ կլան։ Երջանկությունը պագոների մեջ չի, երգելու մեջ չի, ամուսնանալու մեջ չի, չգիտեմ տիեզերական դիտողս ունենալու մեջ չի, երջանկությունը Քրիստոսին ամուր բռնես քո սրտում, ապրինա քո սրտում, փառավորվինա քո սրտում, նա լինի քո միակ ուրախություն ես աշխարհում։ Ասենք փառքես։ Դու եկել ես իմ հոգու մեջ, իր հոգով մեր մեջն է, դրանից մեծ ուրախություն ես ուզում, նայա քո մեջ, ինչով ես ուրախանում, քո մազերի դիրքով, քո փշրագործությամբ, քո շրջապատով ես հիանում, դրանք երջանկություն չեն։ Երկրորդ կետը, Աստծո նախանձավորությունը գործը մեղքի նկատմամբ եւ սատանայի նկատմամբ։ Ուշադիր լսեք։ Աստված տեսավ, որ մարդը մեղքի մեջ մեռավ։ Մեռավ թե չմեռավ։ Բոլոր մարդիկ մեղքի մեջ մեռած։ Մենք բոլորս։ Եզեկիել 16 գլխում ասում է, ես քո կողքով անցա, քեզ ապրես, քեզ արյու մեջ կողված տեսա, քեզ ապրես։ Մարդը չեր կարա մտածի մեղքից ազատվելու մասին։ Այդպես մի չունի։ Հələ գնացեք տեսեք աշխարհի որ մարդն է մտածում մեղքից ազատվել։ Ոչ մեկը չի մտածում։ Ոչ մեկը։ Ուրախանան, երգեն, թռնեն, բարեն, ինչ զմանեն։ Նրանք մեղքի մասին չեն մտածում։ Եթե ես ու դու էլ չենք մտածում, որ մեղքից պետք է ազատվել։ Ինչի համար ազատվել։ Հիսուսը տեսավ, որ մարդը մեռած է մեղքի մեջ։ Մեռած մարդին պետք է կենդանացնի։ Անգամ Հիսուսը որպեսզի քարոզ աներ, նայեք ինչ ա գրած։ Կարող է կարդացել եք, անցել եք, բայց ես ցույց տամ այդտեղը։ Մի փոքր նայեք ուշադիր։ Սաբուղոնի երկայր Նեփթաղիմի երկիր Սովուր ճամ Հորդանանտի կողմ, հեթանոսոց գալյա, խավարի մեջ նստան ժողովուրդը մեծ լույս տեսավ, լույսը թակեցավ անոնց վրա, որոնք երկրի մեջ էին, կնստեին, անգելը Հիսուս սկսեց քարոզել։ Մինչև լույսը չծագեց նրանց վրա, մինչև նրանց չկենդանացրեց, անձամբ Հիսուսը չքարոզեց նրանց։ Երևաց Մատթեոս 14 գլուխ 15, 16, 17 համար։ Մեղքի մեջ մեռած է մարդը, նա դարամարդ, որ մեղքին դատապարտի խաչի նմարտի, աշխարհը խաչի, մեզ էլ աշխարհը նրան։ Մեղքի նկատմամբ մինչև քոք գնաց Հիսուս։ Հայրը թողեց իրան։ Նա կրում էր կրակիլը չի տառապանք անգամ։ Մեղքի վարձքը կրակել ինչն է։ Նա սաստի գոչումով արցունքով աղոթք էր անում։ Նրա նախանձավորությունը որ մեղքին հաղթի, մահվան հաղթի, սատանային հաղթի, որը գերի է դարձել դու քեզ։ Նրա պատերազմը սատանի դեմ էր, նրա պատերազմը հիվարդի դեմ էր։ Գրած է գրքի մեջ։ Եղբայրներ Հռոմեացիս 8-րդ գլխում կարդում ենք այդ համարը, թե ոնց դատապարտեց մեղքը։ Բանսի այն որ անկարել օրենք են, որտեղ տկար է մանում, Աստված իր որդին խրկեց մեղանչական մարմնությամբ, մեղքի համար դատապարտեց մեղքը այն մարմնի մեջ։ Նրա նախանձավորությունն էր, որ մարդը չէր կարող մեղքին հաղթել, ասեց ես եմ հաղթելու,
հորից բաժանելու մարդացել եմ, որ ձեզ փրկեմ, ձեր կյանքը լինեմ, ես եմ փրկությունը, ես եմ ձեր սրբությունը, ես եմ ձեր արդարությունը, փառք տվեք ինձ։ Միան չգերով փառք տվեք դրան շներ, որ մերելն եք, փառք տվեք, փառք տվեք, փառք տվեք, կամնենք աղոտքի։